Նախագծի հովանավոր Lido Palms Resort and Spa Lido Palms Resort and Spa առողջարան հանքային տաք բուժիչ ջրով բացօթյա եւ փակ լողավազաններ, ջկուզի, մերսման հատուկ սենյակ, սպա եւ անվճար կայանատեղի։ Հանքային տաք ջրով լոգանքները առողջարար են ոսկրերի ցավի, աղային կուտակումների, նյարդային խնդիրների եւ շատ այլ հիվանդությունների դեպքում։ Առողջարանը ունի 10 առանձին սենյակներ, ապահովված բարձրորակ հանգստի համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ լոգարան, խոհանոց եւ գրիլ։ Շատ մոտ է խաղատներին։ Գտնվում է Desert Hot Springs-ում Palm Springs-ի հարևանությամբ։ Զանգահարեք ամրագրեք ձեր սենյակը 760 329 60 33 հեռախոսահամարով։ Հրաշալի եւ բուժիչ հանգիստը ձեզ է սպասում։ Նախագծի հովանավոր 911 Detox Center Երբ հարսնացուն օրերից մի օր որոշեց զրուցել սկեսուր մայրիկի հետ, տան անդամները դա անվանեցին հարսազրույց։ Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, AMJ հեռուստաընկերության եթերում Armenian Evening հաղորդաշարն է, որի ընթացքում մենք հյուրընկալում ենք ճանաչված եւ սիրված մարդկանց, մեր շատ լավ բարեկամներին եւ պարզապես միասին լավ հաճելի հայկական երեկո ենք անցկացնում։ Ասեմ, որ այսօր բացառություն չէ։ Շատ հետաքրքիր հաղորդում է սպասվում, շատ հաճելի զրուցակից, այնպես որ սիրելի հեռուստադիտողներ, ինչպես միշտ դուք այս պահին երեկոյան 22:30 դիտում եք Armenian Evening, իսկ մենք ոնց որ այս պահին սկսում ենք։ Սիրելի հեռուստադիտողներ, այս պահին սիրով ուզում եմ ներկայացնել մեր նախագծի գործընկերներին։ Armenian Evening նախագծի հովանավորն է 911 Detox Center կազմակերպությունը, որ օգնում է այն մարդկանց, ովքեր ունեն վնասակար սովորություններ, վերադարձնել լիարժեք կյանքի։ Եթե դուք կամ ձեր շրջապատում կան մարդիկ, ովքեր ունեն վնասակար սովորություններ, ունեն կախվածություն եւ ցանկանում են ձերբազատվել, ապա իհարկե 911 Detox Center կազմակերպությունը կօգնի ձեզ այդ հարցում։ Դրա համար հապաղել պետք չէ, պարզապես պետք է օգնել եւ շտապել եւ օգտվել այս ընկերության ծառայություններից։ Հեռախոսահամարն է 911 Detox Center կազմակերպության 409 900911։ Մեր նախագծի գործընկերն է Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրը, որը պարզապես հյուրանոցային համալիր չէ, սա առողջարան է, որովհետև այստեղ գալիս եք, հաճելի ժամանակ եք անցկացնում եւ իհարկե օգտվում եք լողավազաններից տաք հանքային ջրով։ Մեր տաք ջուրը այստեղ է հենց Lido Palms Resort Spa-ում, այնպես որ եթե ունեք ազատ օրեր կամ լավ ժամանակ եք ուզում անցկացնել, առողջ ամենակարևորը, ապա իհարկե ամրագրում եք համարներ եւ գնում եք օգտվում այս ամենից։ Lido Palms Resort and Spa հեռախոսահամարն է 760 329 60 33։ Եվ շատ արագ ընթերցեմ այսօրվա կարշնորությունները եւ այնուհետեւ սիրով ներկայացնեմ մեր հյուրին։ Շվեդիայում մի ձկնորս պատահաբար հայտնաբերել է միջնադարյան ամենամեծ արծաթե գանձերից մեկը։ Հիմա տղամարդը ոչ մի կերպ չի կարողանում իր կնոջը համոզել, որ գնացել է ձկնորսության։ Հնդկաստանում հոգեկան հիվանդ տղամարդը պատանդ է վերցրել 16 երեխայի եւ 1 կնոջ։ Քիչ անց նա ասել է, մեջբերում եմ, վայ կներեք շփոթվել եմ, 16 կին պետքա վերցնեի։ Սիրելի հեռուստադիտողներ, իսկ մենք ընդամենը մի քանի վայրկյանից կվերադառնանք եւ սիրով կներկայացնեմ մեր այսօրվա հյուրին։ Եվ այսպես, այսօր Armenian Evening նախագծի հյուրն է Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, Մովսես Խորենացու մեդալակիր, հարմոնահար, իմ շատ լավ բարեկամ Գագիկ Ստեփանյան։ Գագիկ ջան, բարի երեկո։ Բարի, անիչ։ Ուրախ եմ քեզ տեսնել այստեղ, իհարկե մենք շատ շուտվանից ենք իրար ճանաչում, մեր հայաստանյան իհարկե հաղորդումների ընթացքում նույնպես հանդիպել ենք, բայց իհարկե այսօր շնորհակալ եմ, գիտեմ, որ ժամանակը սուղ է, այդքան շատ ժամանակով չես եկել, այնուամենայնիվ ժամանակ գտար եւ միասին կանցկացնենք այսօրվա երեկոն։ Անպայման ես շատ ուրախ եմ հրավերքի համար։ Ցանկանում եմ ձեր եթերները միշտ դիտում եմ, իհարկե։ Ցանկանում եմ միշտ թող լինի ամենալավ
երաժիշտները ներկա լինեն։ Շնորհակալ եմ։ Եթե դեպս լինում ասեմ, ես յանձինս դու հիմա այստեղ ես։ Անխափար ենթեր եմ ցանկանում, մի շատ հաճելի էր տաղավարն է, շատ գրավիչ։ Շնորհակալ եմ, Գագիկ։ Գույների մեջ է շախ սիրուն է։ Շատ լավ։ Գագիկ ջան, ուրեմն հարցը, որը միշտ տալիս եմ ես մեր հյուրերին, առաջի հարցը պարտադիր է, փորձում ենք գտնել ով է եղել այն մարդը կամ մարդիկ, ովքեր գտել են տաղանդը։ Նու քո դեպքում, հա, այսպես խոսենք, երաժշտական տաղանդը։ Ես իհարկե գիտեմ, որ դու ուշ ես սկսել նվագել հարմոն, բայց դրանում մենք հիմա չենք խոսում։ Ես ուզում եմ պարզապես իմանանք ով էր այդ մարդը, մարդիկ, ով գտան, որ այ Գագիկը Ստեփանյան լավ երաժիշտ կարող է դառնալ։ Ուրեմն դա եկել է իմ ապուպապերից։ Բայց եթե 6 տարեկանը դա ուշ է, չէ, 6 տարեկան ուշ չէ։ 6 տարեկանից 6 տարեկանից ես։ Օ, ուրեմն ես հա, այդ դեպքում ես 6 տարեկանից եմ, հա, 6 տարեկանից եմ երաժշտության հանդեպ մի այլ ձևի ես նվիրված եմ երաժշտության հետ։ Իսկ ես գործիքը որ կա, շատ բազմիցս ասել եմ Հայաստանում էլ TV-ներում բոլոր հաղորդումների ժամանակ, ես մատնանշել եմ, որ ես գործիքի ձայնային տվյալներն է շատ իս դուր գալիս։ Հենց հարմոնի մասն է։ Որովհետև մի ձայնի տակ աշխատում է 6-ից 7 գործիքների կազմվածք, փունջ, տենց ասենք, մեջ աշխատում է գաբոյ, ֆլեյտա, շվի, կլարնետ, բարիտոն, ամեն ինչ կա ընդգրկված։ Դրա համար երևի թե այդ երաժշտական ձայներն են, որ ինձ Բայց լավ 6 տարեկանում դե հələ երեխա ես, հա 6 տարեկանում փոքր երեխա։ Դե փոքր, բայց նվագել եմ։ Չէ, բայց ով, այսինքն դու ոնց հենց այդ սկսեցիր նվագել, այսինքն ով որ հենց դա ուզեցար։ Հա, ինչ համար ես եմ դա ցանկացել։ Հա, կամ դու կամ գուցե ինչ ծնողներ կամ ծնողներս էլ երաժշտության մեջ կային։ Որտեվ տես ես կներողություն ընդհատում եմ Գագիկ ջան, մենք հիշում ես, դե մենք որոշակի առումով իհարկե այսպես հասակակիցներ ենք, մեր ժամանակ հիշում ես դաշնամուր էին, չէ՞, տանում, անպայման դե դաշնամուր տանեն երեխուն, դե հազվադեպ ջութակ, բայց ասենց գործիքներ օրինակ հարմոն եւ այլ մի քիչ ավելի ոչ այդքան տարածված էր։ Դրա համար եմ ասում։ Ջութակ որ ասեցի, գիտես ինչ շիծի։ Ասում Պաժարնիկը գիտես թե պաժարնիկը ինչ է նշանակում։ Այո, պաժարնիկը հրշեջներն են, մեկ այո։ Ատեստացիան ասում։ Այո։ Ամեն 21 տարի մեկ։ Ահա։ Բան են ասում, դա ինչ է կոչվում։ Քննություն են հասնում։ Քննություն են հասնում, հա, վերապատրաստում, հա։ Վերապատրաստման ժամանակ պաժարնիկին հարց են տալիս, ասում են ընկեր ջան, այսօր քեզ երաշտական գործիքներից ենք հարցնելու, էլի։ Ասում եմ, խնդրեմ։ Ասում եմ, լսի, ջութակն է մեծ գործիք թե թավ ջութակը։ Ահա։ Իր մեծության որն է։ Ինչ պիտի պատասխանի, ասում եմ, թավ ջութակը երկար է վառվում։ Թավ ջութակը երկար է վառվում։ Իր մասնագիտորեն մոտեցավ։ Շատ լավ։ Ինչ վերաբերում է, որ ես հարցին պատասխանեմ, քանի որ կորոնան հլետքան էլ ինձանից չի խլի հիշողությունս։ Այո, հա, բավականին։ Այս երաժշտական գործիքը ես դեռ մանկուց եմ էլի սիրել այդ երաժշտության, այդ գործիքի ձայները, դրա համար միշտ կլանված եմ եղել, միշտ ցանկացել եմ ու դրա համար երկար տարիներ պետք եղել, որ սովորել եմ եւ հասել եմ նրան, ինչ որ եւ հասել եմ, դա արդեն իմ ունկնդիրը կասի, չգիտեմ։ Եվ Գագիկ ջան, տես, օրինակ սովորաբար հա հարմոնը կամ նմանատիպ գործիքները, ես հիմա մի քիչ խնդրեմ, որպեսզի դու օրինակ նույն ակորդեոնի եւ հարմոնի նույն իհարկե կոնֆիգուրալ իրաց վիզուալ հասկանալի է, որ նա մի քիչ փոքր մեծ է, բայց այնուամենայնիվ տարբերություն ասես, բայց դրանում չի արծը, դրան քիչ ուշ կանրադառնանք։ Ինքը փաստորեն է, որ մարդը դաշնամուր նվագում է, այսինքն դու տեսնում ես նոտաներ, կամ անգամ եթե նոտաներ չես տեսնում, դե հիմնականում դու կլավիշաներին տեսնում ես։ Հիմա երբ որ դու նկարում ես հարմոն, այսինքն դու չես տեսնում, համարես սենց ես չէ նվագում։ Այսինքն դա սովորում է ձեռքը։ Արդեն վերարտադրողական ինտուիցիա է խոսում դրա հետ։ Արդեն, այսինքն արդեն մեխանիկորեն ինքը կապում է քեզ քո ձեռերի հետ, արդեն մատերիան ձեռքերի հետ է, էլի մի խոսքով ձեռքերի հետ եմ ես շփում ունենում, արդեն ուղեղս ինքը այնքան է ինձ կոպիտ ասած դավերը ոնց ասեմ վստահություն արդեն կա, որ դու իսիրոնք ունեմ արդեն աչքերս փակնում ագել։ Շատ լավ։ Գագիկ ջան, եւ հիմա կարող է չէ պատասխանը։ Հա, իհարկե։ Հիմա տարբերությունը մի հատ արի այդ հասկանանք, այսինքն ակորդեոնի եւ հարմոնի, որովհետեւ տես, մենք մի քիչ ավելի ժամանակ, հա, ոնց որ ավելի դիտենք ակորդեոն, հիշում ես անգամ ալիք անեկդոտներ կար ակորդեոն, կամ անգամ անվանում են այ ակորդեոն։ Չի ագարդեոն։ Ագարդեոն, չի ագարդեոն անվանում,
Բայց դա ակարդեոնը չի, որտեղ իմ ընկերները սաղ ակարդեոնահարներ են։ Այո։ Բոլորին է բարևում եմ եթերից։ Այո, ջեր ողջույններ բոլորին։ Հիմա տարբերությունը բացի իհարկե փոքր մեծից։ Դե էլ եմ ասում, այդ գործը Մենք կներես ընդհատում եմ այսօր կտեսնեն հերոստատիտողները, այսինքն հարմոնը քո ձեռքերում, դրա համար եմ ասում։ Ամջան, ուրեմն տես ինչ եմ ասում, որ այսօր մենք զրուցեցինք, որ Դիգայի տաղավար, ես գորանց գործիք եմ եկել Միացյալ Նահանգներ։ Ես գիտեմ, որ դու այսօր առանց գործիք եմ, քանի որ դու ասեցիր պիտի անպայման ներկայացնում համելտենանք իրար։ Ես ընկերոջս զանգեցի մեր հրաչին, Կորպուշյան հրաչին, իմ լավ ընկերս տաղանդավոր շատ երաժիշտ, իր ընտանիքին, իմ սուրբ ընկերն է ինքը, շատ իմ լավ ընկերն է։ Հրաչից զանգեցի, ասի գործիքը պիտի դաս եթերի եմ, ընկերս բերեց հա վերջը։ Խոսքով Դե ես գիտեմ, որ դու իհարկե մենք հիմա խոսենք այդ հարցի շուրջ, իհարկե շատ է եղել Միացյալ Նահանգներ, բայց հիմնականում այսպես ընկերները շատ են իհարկե գալ, մի քիչ ման գալ եւ գնալ, կարծում դրանից էլ մեծ հաճույք է, գերագույն հաճույք է, այո։ Եվ լավ, հիմա տարբերությունը ակարդեոն եւ հարմոն։ Ակարդեոնը ինքը ոնց ասեմ քեզ բասային կառուցվածք ունի ձախ ձեռքը։ Հասկանալի։ Հարմոնն ունի բասային, պրոստը հարմոնի մեջ բասային կառուցվածքը երկու օժանդակ շարքեր են, ինչ որ աջ ձեռքում է։ Կլավիատուրան ինչ որ կա։ Նույնն էլ ձախ ձեռքում։ Երկուսը նույն օժանդակ շարքերն են։ Կարաս նույն տիպի նվագես դոն, ռեն, մի, ֆան։ Կարաս հարմոնիա պայս։ Իսկ բասերը արդեն ակարդեոնն ավելի ընդարձակ։ Բայց վերցնելով բարդ տեսանկյունից վերցնենք, հարմոնը իմ կարծիքով բարդ է, էլի։ Բարդ ավելի։ Որովհետև հեսա որ նվագեմ կտեսնես, կլավիատուրաները շատ փոքր են, բայց իմ մատերն է մի քիչ հաստ։ Հա, նրանց ակարդեոն։ Հասկանալի։ Իհարկե մեղավոր չի, վարպետը որ իմ մատերը հաստ է, բայց սոտիկի պիտի անես այն ամեն ինչը որ պիտի անես, էլի։ Բայց տես, ես օրինակ իհարկե այսպես լսել եմ թե ոնց, համենայնպես ակարդեոնը որ բացում ես, չէ, այսպես, երբեմն լինում է, չէ, որ պատրվի։ Իհարկե։ Ապրես։ Իսկ հարմոնը նույնը, կապ չունի։ Դա գալիս է խնամքից։ Հասկանա, բայց դա մի քիչ ուղղակի հարմոնիում քիչ ավելի փոքր sense Չէ։ Եթե գործիքը ինքը թղթից է պատրաստված։ Այդ կարմուշկան կոպիտ ասած թղթից է պատրաստված։ Եթե խնամքով չվերաբերվեցիր, այնտեղ խնամքի հազար տեսակներ կան, էլի։ Տաք խոնավությունից այդ խոնավությունից ճիշտ չդնելով գործիքը մի տեղ, խոնավ տեղ դնելով, բանով ինքը կորոզիայի է ենթարկվում։ Թուղթն էլ է կորոզիայի ենթարկում։ Բայց միևնույն է տարիների ընթացքում ինքը այսպես թե այնպես չէ, թե ինքը կարող է երկար տանել։ Եթե ճիշտ ես պահում իրան, ինքը շատ ուշ է փչանում։ Կորստանես վերանորոգումն իհարկե, բայց եթե ուզում ես երկարակես լինի կյանքը, բնականաբար պիտի խնամես, խնամ։ Իսկ օրինակ դե հաշվանար դաշնամուր է լինում, թե կիթառ եւ այլ, հա, գործիքներ, բնականաբար լարում ես, չէ՞, միշտ։ Դա նույնպես է վերաբերվում նաեւ ակարդեոնի վերաբերյալ։ Ակարդեոնն էլ է լարվում։ Հա, հարմոնն էլ է լարվում, ակարդեոններն էլ։ Ուրեմն հարմոնի մի հատ էլ սպეციფიկ մի հատ բան ասեմ։ Հարմոնինը նրանով է, որ այդ պլաստինկաները որ կա, այդ ձայնային այդ պլաստինկաներ է կոչվում։ Դա պատրաստվում է կարի մեքենայի, շվեյնի կարի մեքենայի այն ժամանակվա Կլարա Ցետկին, երևի հիշեք, էլի։ Կլարա Ցետկինը գոր ինքը տանում են դրան հատուկ պղնձայեփի մեջ են դնում։ Իշիկ։ Հատուկ, հա։ Հետո իրան պատրաստում են լավ կարծրանում է, արդեն լարելու ժամանակ լարում են միայն ծովի ափին, ծովի վրա կամ ծովի ափին, ծովի ելևիջների ներքո են լարում։ Այդ գաղտնիքը ասեմ։ Կարող է մարդկանց համար մի քիչ անհավատալու լինի։ Բայց եթե ծով չկա, վաննայով ջուր ես դնում։ Լավներ։ Չէ, բայց ծով չէ, ուզում ասեմ, ընդհանրապես ծովի ափին են լարում։ Այդ պիտի գործիքը իմ վարպետներն են ասել, որովհետև ասում են, բայց խելք քան երկար եք լարում, գցենք մի տարի կես սպասում եմ։ Ասում եմ, Գագիկ ջան, դա ծովի ափին տանում ենք լարում ենք հատուկ ռեզոնատորներով, որ ինքը ճիշտ հաճախականություն լինի։ Բայց լավ, իրանք որովհետև 9 հատ նոտա մի անցքի տակ հնչում է, պատկերացնում ես, չէ՞։ Ոչ, իսկական իրոք շատ հետաքրքիր ինֆորմացիա, հետաքրքիր կոնֆիգուրացիով իրանք բարդ են, բա ինչ։ Հա, շատ բարդ են։ Կարիճ են, էլի։ Այո։ Կարիճ են։ Իսկ լավ, օրինակ
Դու շատ տարբեր, ես ուզում եմ մի քիչ արդեն խոսենք քո ստեղծագործությունների մասին, բազմաթիվ հրաշալի ստեղծագործություններ ես իհարկե կատարում, իսկ ինքդ դու Գագիկ ջան գրում ես ստեղծագործություն, ինքդ գրում ես, ես գիտեմ։ Այ դա ոնց գտար, այսինքն երբ դա սկսվեց, որովհետև դե ուրիշ հարց, որ ինչ-որ այլ ստեղծագործություններ կատարում, բայց ուրիշ հարց, որ առավել եւս տես, ինքը մի քիչ դժվար չի, սովորական, մի քիչ թույլ տու դա ասեմ սովորական երաժշտություն չի էլի բարձրապես գրելը որ հարմոնիա երաժշտություն մի քիչ տարբերվում է էլի այնուամենայնիվ դժվար չի եւ ոնց է հաջողվում դա ստեղծել քեզ Դա կոչվում է չգիտեմ դի հայկական բառը թե չէ կոչվում է մուսան այո մուսան համա բոլորը գիտեն մուսա այո մենք երևի դա էլ է ինձ տրված երաժշտությունը այնքան եմ ես առնչվել որովհետեւ ամեն օր ես ժամ-ժամուկես պարապում եմ դու պարտադիր պետք է օրվա ընթացքում պատկերացրու ստեղ չեմ պարապում ցեցոտվել եմ արդեն ես ժամ-ժամուկես ես քանի տարի է ես բեմի մարդ եմ կոպիտ ասած 20-30 տարի հո ես մենք 30-35 տարի ես միշտ անկախ նրանից համերգ կլինի միջոցառում կլինի չգիտեմ ինչ կլինի դրանից առաջ կամ դրանից հետո պարապել եմ ինչքան էլ հոգնած լինի անպայման Պիտի միշտ լինես ֆորմայի մեջ էլի կոպիտ ասած։ Իսկ տես, մի քիչ խոսենք որոշակի առումով իհարկե նույն խոսեցինք, հա դաշնակահարներ, ջութակա եւ այլ, հիմա վերցնենք հարմոնահարներ եւ ակորդեոնահարներ, հա այսպես ասեմ։ Շատ են առհասարակ, թե այնուամենայնիվ կարծում եմ այդքան շատ չեն, չէ՞։ Հայաստանում նկատի ունես։ Դե Հայաստանում ես շատ եմ ուզում որ շատ լինեն, լավ լինեն, դե ինձանից հետո ասում են ով է լինելու, ով է լինելու։ Դե ինձանից առաջ եղել է Գրիշիկը Գրիշա Սարգսյանն է եղել։ Իմ լավ ընկերն էր, լույսերի մեջ թող լինի։ Հիմա ես եմ այս գործիքին տերապետում, ինչքանով որ տերապետում եմ արդեն իմ ժողովուրդը կասի, իմ լսարանը կասեն։ Ես չեմ կարողանում գտնել էլի Արամ ջան, որ այդ երեխան, այդ մարդը, այդ տղան, իսկ կերազեմ օրինակ, հասկանում ես, էլ տղա չունա, որ տղա ունենայի, ամեն օր կասեի նստի պարապի։ Բայց լավ ինչի՞ հաջողությամբ թորնիկ ունենամ, թորնիկի զովրացնեմ։ Իհարկե։ Չէ, դե տես, հիմա օրինակ վերցնենք, այ ինչի՞ չեն այդ շատ սովորացնում, վերցնենք մնացած օրինակ սկսած դհոլից, Պատճառն ասեմ, անկեղծ ասեմ, չէ։ Ես իհարկե ես կեղծավորություն չեմ ասում։ Ես իմը այնքանով է ճիշտ, որ ես միանգամից sense սուր եմ ասում։ Իհարկե, դե մենք անկեղծ ենք։ Որովհետև այս գործիքը շատ բարդ գործիք է ինքը, կոնֆիգուրալ շատ բարդ գործիք է։ Իսկ սինտեզատոր ես չեմ ուզում սինտեզատոր նվագողներին փնովեմ կամ վերցնեմ դնեմ, բոլորին էլ իմ ընկերներն են, բոլորը։ Այո։ Սինտեզատորն էլ շատ դժվար գործիք, շատ դժվար։ Բայց քանի որ իրանք գտնում են սկզբից էլ որ դա կարող է հեշտ լինի իրանց համար, բայց չգիտեն դրա խորության աստիճանը ինչքան է։ Սինտեզատորին ես նկատի ունեմ էլի։ Ցանկանում են սինտեզել այդ իմ գործիքի ձայնը այդ գործիքի հետ, բայց բնականա դա այդ գործիքի ձայնը չես ստանում էլի, հասկանում ես։ Դե արդեն որ գնում են այնտեղ, արդեն բնականա ավելի լավ է քաշես տանջվես, ավելորդ, հա, թե էլեկտրականության դե բնականա հեշտին են մեկ ինչ ասում, բայց սինտեզն էլ ահա որ դժվար գործիք ആണ്, չիմանաք հանգար դժվար։ Ոչ մի գործիք դա հեշտ չի։ Իհարկե, ցանկացած երաժշտական գործիք, առհասարակ ցանկացած յուրաքանչյուր, թե մեր ասպարեզում, թե երաժշտական, թե ստեղծագործական, ոչ ստեղծագործական, իհարկե յուրաքանչյուր աշխատանք, յուրաքանչյուր պրոֆեսիոնալ բարդությունները ոչ իման հեշտ չի տրվում, բայց համեն դեպս սիրելի հեռուստադիտողներով ես օրինակ կցանկանայի, որպեսզի մենք նույնպես Գագիկը նույնպես որ իհարկե ավելի շատ մարդիկ իհարկե ներգրաված լինեն այս հրաշալի գործիքը, որովհետև շատ ճիշտ ու նկատեցիր ձայները, մի աննկարագրելի ձայներ են, շատ յուրահատուկ եւ շատ կոլորիտային եւ շատ բովանդակալից։ Եվ Գագիկ ջան, մենք միջև մեր հաղորդման երկրորդ էջին անցնելը, դե գիտեմ իհարկե հաճախակի Միացյալ Նահանգներում գալիս ես, խոսեցինք արդեն, իհարկե շատ ընկերներ կա, գաղտնիք չէ, որ դա լավ վատ ես դրանում չեմ, դա իհարկե ոչ ինձ իրավունք եմ վերապահում, դա ոչ մեծ յուրաքանչյուր մարդու իհարկե անձնական գործն է, բայց շատ իհարկե երաժիշտներ տեղափոխվեցին Միացյալ Նահանգներ, դու մտքեր չունես այդպի։ Այսպես ավելի լավ է գնալ մանգալով, չէ՞, մանգալով լավ է, չէ՞։ Հա, դե ես չեմ ասում լավ ու վատ իստեղ բան չեմ դնում, ես իրոք սիրում եմ էլի, իմ երկիրը սիրում եմ, իմ Հայաստան աշխարհը, բոլորը սիրում են իհարկե։ Այստեղ էլ է շատ ջերմ, շատ լավ։ Ես եմ ասում, այսօր ման եմ գալի ընկերոջս հետ, մեր Աբրահամյան Լևոնի հետ։ Այո, ջերմ ողջույններ, այո։
ասում եմ լավ, ի՞նչ է մնել սրանք սարքում, ինչ է, ինչ մակրություն, sense մի խոսքով էս ծառերը, ես ամեն ինչին ուշադրություն դարձնում եմ, էլի։ Ասում եմ, այս բորձուրները իսկան ուղիղ, բան, մի խոսքով, սաղ ենթարկվում է, սաղ այո, ուշադրություն դարձնելություն, որ մտնում ես այդ ավտոկանատեղի պարկինգը, նկատել ես, որ նայում ես առաստաղին, այդ բոլոր կպսրացները, մի հատ ավել բան չկա, մեծ լար կախված, շատ այո, շատ քեզ հետ համամիտ եմ։ Շատ գրավիչ այլ ամեն ինչը, չես կարող ուշադրություն չդարձնես։ Ոնց որ սաղ ծառերը իրար բարեկամներ են, մի ձևի են աճում, ծաղիկները, հարթ կտրած խոտերը, ամեն ինչը sense ոնց որ նստած կինոյի մեջ կինո ես նայում, այսինքն։ Հա, համամիտ եմ քեզ հետ։ Դե լավ է, այսպես ուրեմն ավելի լավ է գնալ գալու գաս, ամեն մեկ մեզ կյուրանքալես, իհարկե քեզ մշտապես իհարկե միշտ սպասում եմ։ Հետո արգելված պատուղը քաղցր է։ Ճիշտ ես ասում, այո։ Այո, իրականությունը միշտ իհարկե իրականությունը միշտ երբ արդեն իրականությանն ես հանդիպում, արդեն ինքը միշտ ուրիշ ձև է, ես քեզ հետ շատ համամիտ եմ։ Եվ ես մի հատ ուզում եմ մի հետաքրքիր թեմային անդրադառնամ, ուրեմն սիրելի հեռուստադիտողներ, մեր շատ լավ տաղանդավոր հարմոնահար Գագիկ Ստեփանյան իր ծննդյան տարեդարձ նշում է հունվարի 1-ին։ Հիշում ես այդ։ Հիմա լսե, ունեք ինձ միշտ հետաքրքիր է, որովհետև ես իհարկե տես, միշտ այդ հարցը հետաքրքրում է, էլի, ես ունեմ իհարկե ընկերներ, բայց հունվար 2-ին է ծուրի, այսին 1-ին նշվում այդ։ Չէ, գնաս ման նոր տարի շնորհավորում է, էլի ծնունդ։ Անտեսված է, չէ։ Ես այդ պատմությունն է, որ ասում այսօր մայիսի 7-ն է, ասում չէ 40-ը։ Ասում բամբայիսի 7-ը է, ասում չեմ հիշում, սեպտեմբերի 6-ին է, 7-ին է, չեմ հիշում։ Բայց այնուամենայնիվ անտեսվում մի խոսքով մայիսի հունվարի 1-ը չի ստացվում քեզ։ Ահա, շնորհավորում եմ, հետո ասում եմ, «Արա ծնունդը դել էր, չէ, բա Ստեփանյան ջան», ասում եմ, «Ահա, ոչ նորմալ է»։ Բայց դա մի քիչ ուրիշ հարց կա, աստե ավելի բան, տվյալ պարագայում իհարկե ոնց որ ծախսերը մենք ես անում, չէ։ Հա, չէ, ծախսերը ի՞նչ մեկ անես, նույն նոր տարին է, էլի։ Մեկը գալիս են նոր տարի շնորհավորում։ Մեկը այլևս դետել ձեռեթել է անես էդի նկատել։ Շատ լավ։ Դե սիրելի հեռուստադիտողներ, մենք հիմա անցնում ենք մեր հաղորդման երկրորդ էջին։ Գագիկ ջան, դե անցնում ենք մեր հաղորդման երկրորդ էջին։ Մենք հիմա միասին 3 հատ երգ ենք լսելու, երգի հատվածներ։ Բայց դու չես ասել սկզբից որ դες բանալ։ Այո, դա մեր բոլոր հյուրերի հետ, եթե դու տեսել ես մեր բոլոր հյուրերի հետ, իհարկե երաժիշտների, երգիչների, մենք իհարկե այդ խաղը փոքրիկ անցնում ենք։ Ուրեմն երգը ընդհատվելու է։ Ես քեզ 4 տարբերակ շարունակության ասել եմ։ Չասես երկի հետևից։ Չէ։ Ես քեզ տարբերակները ասում եմ, մեկը ճիշտ, երեքը սխալ։ Մենք ընտրում ենք միասին ճիշտ տարբերակը։ Դու ուշադրություն չես դարձնում ով է երգում, դա կապ չունի երգիչները, մեր բոլոր ընկերներն, պարզապես երգի բառերն ենք լսում։ Այսինքն երգը ընդհատվեց, ես քեզ դրա շարունակությունը 4 տարբերակ ասել եմ, մեկը ճիշտ, երեքը սխալ։ Հա։ Մենք միասին ընտրելու ենք ճիշտ տարբերակը։ Չացին, քեմոտա։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, Գագիկ Ստեփանյանի հետ անցնում ենք մեր հաղորդման երկրորդ էջին եւ միասին հիմա փորձելու ենք գուշակել երգերի ճիշտ շարունակությունը։ Խնդրեմ առաջին երգի հատվածը։ Սիրուն տղա մեր թաղերով ման ես գալիս, ինձ տեսնել ես առաջին տարբերակը, ինչու մի բարև չես տալիս։ Երկրորդ տարբերակը, ինձ տեսնել ես, ինձ մի ժպիտ չես տալիս։ Երրորդը, ինձ տեսնել ես, ինչու մի քիչ փող չես տալիս։ Եվ չորրորդը, ինձ տեսնելիս հիշում ես դու միշտ իմ տալիս։ Իրա տալին է հիշում։ Հա, բաժանաղի քրոջ աղբերը։ Այո։ Երկրորդը։ Ինչու մի բարև չ Այդի։ Չէ, երկրորդը ինձ մի ժպիտ չես տալիս նա։ Նայ, առաջինը ինձ ինչու մի բարև չես տալիս։ Այդի։ Դա առաջինն է, երկրորդը չի։ Երգը ո՞նց է սկսում։ Նայ, սիրուն տղա մեր թաղերով ման ես գալի, ինձ տեսնելիս, հիմա շարունակությունը։ Ինչու մի բարև չես տալիս։ Այդի։ Երկրորդը, ինձ մի ժպիտ չես տալի, այդ չի։ Չէ։ Ինչու մի քիչ փող չես տալի, չէ, տալիս չենք խոսում։ Իսկ փողը ինչի չենք ուզում ընտրենք։ Ինչու մի փող չես տալի, շատ ակտուալ է։ Ցավը տանը միշտ փող։ Հիմա ով ան փող տալիս։ Հիմա մամա կրեդիտ։ Կրեդիտ քարտ են տալի։ Չէ։ Սիրուն տղա մեր թաղերով ման ես գալի, ինձ տեսնելիս ինչու մի բարև չես տալիս։ Այս տարբերակը ընտրեց Գագիկը, լսենք ճիշտ տարբերակը եւ անցնենք երկրորդ երգի հատվածին, խնդրեմ։ Բարև։
Ճիշտ էի։ Այո, Շփրծով։ բրավո, 1-0 հաղթում ես արդեն, բրավո, առանց իհարկե տեսակի, ոչ մի տեսակի ես իհարկե չօգնեցի, բայց դե երաժիշտը պրոֆեսիոնալ է, մնում է պրոֆեսիոնալ, մի անգամից գուշակում է։ Դե քթիցակը մենակ շնչելու համար չի։ Վերջացավ, տեղը դրեց։ Եվ այսպես 1-0 հաղթում է Գագիկը մեր եթերում, իսկ հիմա խնդրեմ լսենք, մենք հաղթում ենք միասին, որովհետև տվյալ պարագայում ոնց որ մենք մի թիմ ենք։ Հիմա խնդրեմ երկրորդ տարբերակը լսենք։ Ինչքան տարիներ անցնել, ինչքան նորեր մոռացվել, ես քո սիրուն կարոտ եմ, ամբողջ օդով կսպասեմ, ուզում ես վերադարձի, իմ կյանքիս կդարձի, սրտի սերը չիմարի, խորհում եմ արի, ջահել եմ ես Ընդհատվեց, այնտեղ գնում արի վերադարձի, այնտեղ գնում Դուրը բացի, հա։ Հա, ջահել եմ ես ու շարունակությունը։ Ջահել եմ ես, բայց հոգով պառավ եմ ես։ Ջահել եմ ես, քեզ եմ ուզում սիրելիս։ Երրորդը ջահել եմ ես, սեր եմ ուզում սիրելիս, եւ չորրորդը ջահել եմ ես, հերիքա նստես իմ գլխիս։ Չէ, բանը, չորրորդից վերևորն։ Սեր եմ ուզում սիրելիս։ Իսկ քեզ եմ ուզում։ Հələ բում նորից հասա։ Նայ, բայց հոգով պառավ եմ ես մեկ։ Ախր շատ է այդ բաները դրա Դե մեջ։ 4 սատա, դե 4 սատից մեկն է։ Շատ է։ Լավ, արի երկուսը։ Հոգով պառավ եմ դնենք մի կողմ։ Իմ գլխիսը նստելը դնենք մի կողմ։ Քեզ եմ ուզում սիրելիս, սեր եմ ուզում սիրելիս։ Սեր եմ ուզում սիրելիս։ Սեր եմ ուզում սիրելիս։ Հələ մատ երկը Ջահել եմ ես, քեզ եմ ուզում սիրելիս։ Ջահել եմ ես, սեր եմ ուզում սիրելիս։ քեզ եմ ուզում սիրելիս։ Բանորացում ես սեր եմ ուզում։ Հələ երրորդ ունենք, sense տենից հələ 1-0 հաղթում ենք, մի մտածի երրորդ։ Մի րոպե, մատ ասած, ուզում եմ, ես գիտես ատենցիալներն եմ ուզում մատ, բանա որ բռնի էլի իրար։ Ջահել եմ ես, քեզ եմ ուզում սիրելիս, մեծ տարբերակը, առաջին։ Ջահել եմ ես, սեր եմ ուզում սիրելիս։ Սեր եմ ուզում սիրելիս։ Սեր եմ ուզում։ Այո։ Քեզ եմ չէ։ Չէ։ Սխալ եմ ասում։ Չէ, ես չգիտեմ։ Դու իմ կողմից չես պաստորեն։ Ջահել եմ ես քեզ եմ սիրում սիրելիս։ Քեզ եմ ուզում սիրելիս։ Ահա, ջահել եմ ես։ Սեր եմ ուզում սիրելիս։ Քեզ եմ ուզում սիրելիս, մի քիչ եթերային չի էլի։ Քեզ եմ ուզում սիրելիս, ոնց որ Դեմանը չէր մի երկ շատ բանը եթերային էր։ բայց ես ինչ երկեր։ Սեր եմ ուզում սիրելիս, դե կապ չունի, բառերն ենք, մենք կապ չունենք։ Բարերից, հա։ Այո, մենք բառերն ենք։ Ոնց էր դրանա։ Քեզ եմ ուզում սիրելիս կամ սեր եմ ուզում սիրելիս։ Ջահել եմ ես քեզ եմ ուզում սիրելիս։ Վերջ։ Բրծավ։ Մի րոպե։ Ջահել եմ քեզ եմ ուզում։ Քեզ եմ ուզում սիրելիս։ Բայց այտենց քեզ եմ ուզում, այտենց Դե բա ասեցի քեզ եմ ուզում սիրելիս։ Չէ, դու բայց դու ասես սեր եմ ուզում։ Միջև ուժը ջահել եմ ես Սեր եմ ուզում։ Սեր եմ ուզում սիրելիս։ Ապա սեր եմ ուզում սիրելիս վերջ էլ չնեք վեգանը։ Պապարև սեր եմ ուզում սիրելիս։ Ջահել եմ ես, սեր եմ ուզում սիրելիս, այս տարբերակ ընտրեց Գագիկը։ Ճիշտ է դա թե ոչ լսենք եւ անցնենք երրորդ երգի հատվածին, խնդրեմ։ Ուզում ես վերադարձի, իմ կյանքիս կդարձի, սրտի սերը չիմարի, խորհում եմ արի, ջահել եմ ես, սեր եմ ուզում սիրելի։ Ճիշտ չեմ ասել։ Սեր Հիմա ժողովուրդը կիմանան պայմանավորվել ենք։ Բացարձակ իրանք Գիտեն, չէ՞ որ պես բան չգիտեն որ մենք չենք առավել եւս մեր հերոստատիտողները միշտ ինձ ասում են մի օգնի հյուրերին, բայց ես իհարկե չեմ օգնում։ Հետեւյալ բարագայում ես էլ իրար օգնենք, որ չհոգնենք։ Հիմա 2-0 դու արդեն հաղթել ես մեր խաղը։ Հիմա երրորդը ուղակի տեսնենք ինչ հաշվով ենք ավարտում 2-0, 2-1 թե 3-0, լավ։ Խնդրեմ երրորդ հատվածն ենք երկի լսում միասին։ Բարև աշոտ ես գորեր հերիք չէ կարոտեք չափերը բաղուց փորձերը առանց աշկարից թողել Արմինը ջան ինչ ես ասում ավիկները մի խարդի ախար տանիք ես ունեմ չափի համար մի հանի քանի հադաշն է ացել նրա հաշիվ պահելով չթերի բաղուց եմ հաշվել նրա քեզ սպասելով Ես քո իմացածն չեմ ոնց որ դեռ չես մերում այ աղջիկ ջան հորը թայնեմ Այ աղջիկ ջան հորը թայնեմ Սրանով ավարտվում է Այ աղջիկ ջան հորը թայնեմ փակեք թեման չի սազում Այ աղջիկ ջան հորը թայնեմ ինչ ես ինձանից ուզում Երրորդը այ աղջիկ ջան հորը թայնեմ արդեն հավես չի լինում եւ չորրորդը այ աղջիկ ջան հորը թայնեմ մեկից ավել չի ստացվում
Ես առաջարկում եմ մեկից ավել չի ստացում, դա շատ ակտուալ է։ Չէ, այդ տիպը բանա իմպոտենտների մասին է դա։ Երկրորդը։ Երկրորդը ինչ ես ինձանից ուզում։ Ախ, ոնց էր։ Առաջինը այախճիկ ջան հորոթային եմ փակենք թեման չի սազում։ Ահա։ Ինչ ես ինձանից ուզում։ Երկրորդը։ Այո։ Այդ է։ Ինչ ես ինձանից ուզում։ Իսկ արդեն հավես չի լինում, չէ։ Արդեն ասում արդեն հորոթային եմ հավես չի լինում այդ բաների մասին, որ ասում ես։ Դու արդեն հաղթել ես։ Չէ, նա։ Ինչ ես ինձանից ուզում այս տարբերակը ընտրեց Գագիկը Ստեփանյան, հիմա մենք կլսենք ճիշտ տարբերակը եւ արդեն կանցնենք առաջ խնդրել։ Վաշը դուր ես գորել, հերիք չէ կարոտեք, չափերը լավուց գործել են, առանց աշկայից թողել։ Արմինե ջան, ինչ ես ասում, հավիքները մի խարդի, ախար ընտանիք ես ունեմ, չափի համար մի հանի։ Քանի հատաշն է անցել նրա հաշիվ պահելով, չթերի բաղուց եմ հաշվել նրա քեզ ես սպասելով։ Ես քո իմացածների չեմ, ոնց որ դերը չես վերում, այախճիկ ջան, հորոթային եմ, ինչ ես ինձանից ուզում։ 3-0 ջախ-ջախիչ հաշվով Գագիկը Ստեփանյան ախտեց մեր փոքրիկամ, շնորհավորում եմ քեզ, բրավո։ Պրոֆեսիոնալը մնում է պրոֆեսիոնալ, sense հաղթում է մի անգամից։ Ասում լսում ու ասում եմ։ Եվ Գագիկ ջան, հիմա մինչ անցնենք մեր հաղորդման ավարտին, կխնդրեմ մի քիչ պատմես առասարակ մորտական նախագծերի մասին, ինչ նոր երգեր կամ տեսահոլովակներ կամ գուցե ինչ որ չափով ես մի քիչ ուզում եմ նաև համերգային խոսենք գործունեության, հա, կա ինչ որ համերգային մտադրություն, գուցե այստեղ Միացյալ Նահանգներում, թե առայժմ դեռ այսպես, որովհետև գիտես շատ հաճելի հրաշալի ստեղծագործություններ ես դու կատարում, ինքդ քո ստեղծագործություններն ես գրում։ Չգիտեմ, կարծես թե արդեն ոչ որ ժամանակն է մենահամերգի, թե դեռ Մենահամերգ ուզում եմ լինի։ ուզում ես։ Իհարկե ինձ առաջարկել են, ասեցին օպերայի փոքր դահլիճում։ Այո, ֆիլհարմոնիկում շատ լավ։ Բայց ասեցին հունվարի 1-ին, բայց հունվարի 1-ն արդեն Հունվարի 1-ին ասեք ծնունդս, այ մարդ, հունվարի 1-ին իսկ մարդու ծնունդն է, ինչ է հունվարի 1-ին։ Չէ, պետք է լինի։ Այո, կլինի։ Դա լինելու է հաստատ, որովհետև Դու կարող ես Հայաստանում, հետո Նահանգներում, այսպես շրջագայություն անես, որովհետև կարծում իրոք դրա կարիքը կա եւ հենց այստեղ այս ոճը արդեն մի քիչ մարդիկ երկի կարոտել են, ուզում են եւ ձգտում են ավելի լինի, որովհետեւ շատ չի։ Շատ են ասում, իրոք շատ են ասում։ Շատ չի, էլի մի քիչ ինքը։ Դրա մասին արդեն լուրջ մտածել է պետք իրոք։ Ու ամեն ինչ լավ կլինի, որովհետև արդեն 18-19-ից ավել գործեր ունեմ պատրաստած։ Մի 19 հատ էլ 20 հատ էլ երևի եղավ, արդեն նորմալ է, արդեն նորմալ է։ Շատ լավ, դե քեզ մի իհարկե մաղթում ենք հաջողություններ, կարծում եմ այդ ամենը կլինի իհարկե եւ մենք դե առիթ կունենանք հանդիպելու այդ իհարկե արդեն համերգային գործունեության շրջանակներում եւ Գագիկ ջան, մեր հաղորդման ավարտին իհարկե մեր երաժիշտներին, մեր երգիչներին, երգիչներին կամ մեր հյուրերին իհարկե մի փոքրիկ խնդրում ենք վերջում, եթե երգիչներն իհարկե երգեն, երաժիշտները ինչ որ մի կատարում։ Բնականաբար քեզ չէին կարող հենց այնպես թողնել։ Ես պիտի երգեմ։ Չէ, դու պետք է նվագես, երգես իհարկե։ Չէ, ես ուղղակի երաժիշտներին նվագես եւ իհարկե եւս մեկ անգամ Գագիկ ասեց, ես նույնպես նշեմ, որ ինքը պարտադիր Միացյալ Նահանգներ եկել է առանց գործիքի, բայց այո, ես որ խնդրեցի իհարկե մեր հաղորդման ավարտին, որպեսզի մի փոքրիկ կատարում։ Առաջից խորը շնորհակալություն եմ այդում եղբորը։ Եվ նախ ինչ կատարում ենք լսել։ Արևելյան պարա կոչվում սա։ Շատ լավ։ Տարբեր ազգեր, տարբեր ձև են վերլուծում այս երաժշտությունը, բայց մեջը մելիզմներ կա, որը ես ինձ ձևով եմ վերարտադրել։ Շատ լավ։ Իմ ոնց բացատրեմ, որ ավելի ճիշտ լինի։ Քո երևի մոտեցում, այո, քո մոտեցում, քո իմ մոտեցումն է դրա մեջ, հա, իմ մոտեցումն է դրա մեջ արած, հետո որ կդրել էսի արդեն երևի կասի էլի ոնց է, բայց հուսով եմ որ պիտի ուրախանա էլի, որտեղ նոր տարվա մոտել է, այդ երաժշտությունը ձայնագրեն, կուրախանանք միասին։ Շատ որակով զապիս էլի, սա շատ որակով եմ այնտեղ արել այդ ամեն ինչը, ու ամեն ինչն շատ որակով է իմ կատարումների այդ համանուշ սարքել եմ շատ սիրում։ Դե հիմա ամենայն դեպս մենք այստեղ ենք լսելու մեր տաղավարում, թե ինչպես ես դու այստեղ կնվագես եւ այդ ամենը միասին կլսենք իհարկե կենտանի կատարմամբ։ Այսօր քնություն եմ տալիս։ Այո, այսօր մենք այո։ Դե մեզ մոտ իհարկե պրակտիկապես ոչ մեկ քնությունը չեն կտրվում, վաղ որտեղ մեր մոտ միջավայրը այնպեսին է, որ իհարկե։ Ասում ես տանում ես 5, բայց մնում ես նույն դասարանում։ Շատ լավ։
Եվ դե խնդրում եմ դու պատրաստվես, արդեն կարող ես գործիքի հետ պատրաստվես, մենք մի քանի վայրկյանից կմիանանք, սիրելի հեռուստադիտողներ, իսկ մինչ Գագիկ Ստեփանյան պատրաստվում է մեզ հրաշալի րոպեներ պարգևի իր կատարմամբ, եւս մեկ անգամ ուզում եմ ներկայացնել մեր նախագծի գործընկերներին։ Armenian Evening նախագծի ովանավորն է 911 Detox Center կազմակերպությունը։ Եթե դուք կամ ձեր շրջապատում կան մարդիկ, ովքեր ունեն վնասակար սովորություններ, ունեն կախվածություն, ապա իհարկե պետք է դիմել այս ընկերություն, որովհետև մասնագետները, ովքեր այստեղ աշխատում են, շատ եւ շատ մարդկանց օգնել վերադարձնել են լիարժեք կյանքի, այնպես որ եթե կա նմանատիպ խնդիր, 911 Detox Center-ի հետ այդ խնդիրը լուծված է։ Մեր նախագծի գործընկերն է Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրը, մի հրաշալի վայր, ընտանեկան, ջերմ մթնոլորտ, ջերմ միջավայր, առողջարան, որովհետև այստեղ ոչ միայն հաճելի լավ ժամանակ եք անցկացնում ամրագրելով համարները, այլ նաև օգտվում եք լողավազաններից տաք հանքային ջրով։ Իդեպ նաև այստեղ մոտակայքում են նաև գտնվում խաղատներ, այնպես որ նույնպես կարող եք այնտեղ նույնպես հաճելի ժամանակ անցկացնել, բայց ամենակարևորը իհարկե որ համարները շատ հարմարավետ իհարկե համարներ են, միջավայրը շատ լավն է, մաքուր, պուպուշ, տնական Եվ իհարկե տաք հանքային ջուրը, կարծում եմ լողավազաններ տաք հանքային ջրով, դա արդեն ոնց որ ասած վերջն է։ Այնպես որ օգտվեք Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիր, զանգերեք, ամրագրեք ձեր տեղերը, հեռախոսահամարը 760 329 60 33։ Շնորհակալություն եմ հայտնում մեր գործընկերներին։ Դե ինչ, Գագիկ ջան, պատրաստ ենք։ Միշտ պատրաստ։ Շատ լավ։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, MJ հեռուստաընկերության եթերում հենց այս պահին հրաշալի րոպեներ Գագիկ Ստեփանյան ուրախպար, եկեք վայելենք այս հրաշալի րոպեները։ Գեղեցիկ կատարում հենց հիմա, լսենք։
Գաճան, շնորհակալ եմ անչափ քեզ այս հրաշալի րոպեների համար, շատ հաճելի հարցազրույցի անկեղծ, գիտեմ իհարկե արդեն մի քանի օրից մեկնում ես Հայաստան, քեզ բարի ճանապարհ եմ մաղթում եւ իհարկե մշտապես նորանոր հաջողություններ, քեզ միշտ հաճելի է հանդիպել, տեսնել եւ իհարկե նորանոր ստեղծագործություններ լսել քո կատարմամբ։ Շնորհակալություն, թող իմ ոտը խերով լինի, ոնց ասում են հայավարի, ամենալավն ու բարին եմ ցանկանում, թող միշտ լինի անխափան եթերներ։ Շնորհակալ եմ շատ Գագիկ ջան։ Սիրելի հեռուստադիտողներ, դե ինձ մնաց պարզապես ավելացնել, որ հանդիպելու ենք հաջորդ 5 շաբթի երեկոյան ժամը 22:30 միայն AMJ հեռուստաընկերության ուղիղ եթերում։ Առողջ եղեք, մի քիչ զինվեք համբերությամբ եւ մենք անպայման կհանդիպենք։ Նախագծի հովանավոր 911 Detox Center։ Նախագծի հովանավոր Lido Palms Resort and Spa։ Lido Palms Resort and Spa առողջարան։ Հանքային տաք բուժիչ ջրով բացօթյա եւ փակ լողավազաններ, ջկուզի, մերսման հատուկ սենյակ, սպա եւ անվճար կայանատեղի։ Հանքային տաք ջրով լոգանքները առողջարար են ոսկրերի ցավի, աղային կուտակումների, նյարդային խնդիրների եւ շատ այլ հիվանդությունների դեպքում։ Առողջարանը ունի 10 առանձին սենյակներ, ապահովված բարձրորակ հանգստի համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ լոգարան, խոհանոց եւ գրիլ։ Շատ մոտ է խաղատներին։ Գտնվում է Desert Hot Springs-ում, Palm Springs-ի հարևանությամբ։ Զանգահարեք, ամրագրեք ձեր սենյակը 760 329 60 33 հեռախոսահամարով։ Հրաշալի եւ բուժիչ հանգիստը ձեզ է սպասում։